Մի փոքր ուշացմամբ եկել եմ ամփոփենք փետրվար ամսին ընթերցած գրքերը, այո կամ ոչով, ու մի փոքր մեկնաբանություն գտամ։ Առաջին գործը, որ կարդացել եմ, ամերիկյան ողբերգությունն է։ Այս գործին կասեմ այո, չնայած որ ես դրայզերի մեծ երկրպագու չեմ, բայց այս գործը շատ եմ հավանել, հաստատ արժանի է ձեր ուշադրությանը։ Երկրորդ գործը, որ կարդացել եմ, Քորբուն է, այս գրքի մասին ես ունեմ review image-ում, կարող եք մտնել, տեսնել։ Այս գործին էլ կասեմ այո, շատ հետաքրքիր, շատ յուրահատուկ գործ է, որ էլի հաստատ արժի կարդալ, չնայած որ ոչ բոլորին դուր կգա։ Երրորդ գործը Բաքմանի Մեդվեժի ուգլն է, շատ մեծ աղմուկ բարձրացրած գործ, որը այդպիսի մարդ չկա երևի գրքային բլոգինգով զբաղվող, որ կարդացած չլինի, բայց ես ծանոթ չէի, Բաքմանի գործերին ծանոթ էի, բայց այս գործին ծանոթ չէի։ Այս գործին էլ կասեմ այո, որովհետև շատ հետաքրքիր ձևով ներկայացնում, շատ նուրբ, շատ մանրակրկիտ ցույց է տալիս ընտանիքների ապրումները, դժվարությունները, անցած փորձությունները, կասեմ այո այս գրքին։ Չորրորդ գործը Գիսանեն է, որտեղ որ հայկական միֆոլոգիայի տարեր կան, այս գործին էլ կասեմ այո, շատ հետաքրքիր էր, չնայած որ ինձ համար ծավալը մի փոքր քիչ էր, ես ավելի շատ կուզենայի այս աշխարհի մասին իմանալ, ավելի մանրամասները կցանկանայի իմանալ։ Հինգերորդ գործը Ուռոկի հիմի գործն է, շատ երկար կարդացի, կասեմ այո էլի այս գործին, որովհետև այստեղ շատ հետաքրքիր ու շատ լուրջ թեմաներ է բարձրացվում կանանց իրավունքների պաշտպանության ու կնոջ անցած դժվարությունների մասին։ Ինձ շատ է դուր եկել, չնայած որ դժվարությամբ կարդացի։ 6-րդ գործը այս գործն է։ Էլի կասեմ այո, բայց ես ցիկլի առաջին գործը ավելի էի հավանել։ Ինչքան գիտեմ, ցիկլը կազմված է 5 գրքից, 5 դետեկտիվային գրքից, ու այս մի գործը մի փոքր ավելի թույլ էր, քան առաջինը, բայց էլի ինձ դուր է եկել։